20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ տարածքում գրեթե բոլոր տեղանունները այսօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն։ Սևանալիչ չկա, կա գյոչա։ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը պարզվում է հասկանում եւ ընկալում են միայն Հայաստանի իշխանությունները։ Ավելին փորձում են տարբեր կերպ արդարացնել, թե Ալիևի հերթական սպառնալից հայտարարությունը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ինչ տողատակեր ունի եւ ինչ կարող է նշանակել։ Որտեւ Ադրբեջանի նախագահ ասել է, որ ցարական քարտեզներում եթե նայենք Սևանալիչ չկա, կա այլ անուն։ Հա ինչ որ անուն։ Հասկանում եք, եւ ինչու է անհարմար իրավիճակ, որովհետև հիմա եթե ես այսպես վարվեմ եւ ասեմ, գիտեք ինչ, Ադրբեջանի նախագահը ոչ թե ասել է, որ Սևանալճի անունը Գյոչա է, այլ ասել է, որ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանալիչ, կա դժվար է նրանով, որ ես փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, նախ պիտի պարզաբանեմ, թե ինչ ասել Ադրբեջանի նախագահ, բայց իրականում ես մեկնաբանեցի արդեն իմ ելույթում, որտեղ եթե նայենք ցարական ժամանակների քարտեզներին, դե գնանք ուրեմն նայենք, ես բաների մասին ասի Կիրովաբադի եւ Կիրովականի մասին ասի Ելիզավետպոլի ու Ալեքսանդրապոլի մասին չասեցի։ Այսինքն մենք պետք է ընտրություն կատարենք։ Ալիևի հայտարարությունների եւ Հայաստանի իշխանությունների արձագանքի մասին զրուցել ենք Հայաստանի ազգային ժողովի նախկին փոխնախագահ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արաս Սահակյանի հետ։ Ձեր հարցը ունի երկու երես։ Մեկը այսպես ասած տեղանունների խնդիր առհասարակ եւ ոչ միայն Հայաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, այլ աշխարհում, ինչպես է տեղանունը։ Գիտեք, տեղանունը ուրեմն երեխայի անվան, մարդու անվան նման է։ Ծնողը դնում է իր երեխային ինչ անուն, որ ցանկանում է, եւ իշխողներն էլ իրենց ունեցած կամ գրաված բնակավայրերին կնքում են անուններ։ Սովորաբար ասենք աշխարհագրական տեղանքից ելնելով աղբյուրների, ասենք առկայությունից, սարերի, չգիտեմ, անտառների կամ իրենց տոտեմների։ Մենք ունենք քառահատոր Հայաստանի եւ շրջակա երկրների հայկական տեղանունների շատ լավ պատրաստված ժամանակին հեղինակային կոլեկտիվի կողմից, որ նաև պետական մրցանակի արժանացան, բարերան ունենք, որտեղ եթե ուշադիր նայում ենք այդ անունների իրենց այսպես ասած նախորդ անուններից էլ նախորդ ու հին ու անգամ նախաքրիստոնեական անուններ ունեն։ Այդտեղ եթե Ալիևը այդպիսի հետաքրքրություն ունի իր տարիքում եւ այդ վիճակում, որպեսզի տեղանուններով, ստուգաբանություններով զբաղվի, դա իր անձնական գործ։ Այսինքն այսօր գիտության բան չկա, բայց կարող եմ մի բան ասել իրեն, որ այդ անունների մեծ մասը ուրեմն պարսկական ծագում ունեն, ոչ թե թուրքական, որովհետև թուրքերը եկվոր են։ Դրանպես մեր տարածաշրջանում եւ արաբական մշակույթի վրա եւ հետո եկվոր թուրքերի մշակույթի վրա եւ նաեւ մեր մշակույթի վրա մեծապես ազդել է հունական լեզվի, տեղանունների, պետական կառավարման համակարգերի, աստվածությունների վրա ազդել է իրանական ամբողջ այդ մեծ քաղաքակրթությունը։ Ուրեմն սա դնենք մի կողմ, ինչու է Ալիևն այդպես անում։ Ասում եմ, որ պետք է մի բան հասկանալ, որ ոչինչ էլ նա հենց այնպես չի անում, նա խաղ չի անում, նա նախապատրաստում է ինչ-որ քայլեր եւ փոքրիկ աստիճանական ուրեմն ավելի փոքր քայլերով ուրեմն նախապատրաստում է մի մեծ բան, որին մոտենում է փոքրիկ եւ արտաքուստ, այսպես նույնիսկ զայրույթ առաջացնող կամ անգամ պարզունակ թվացող քայլեր, բայց դրանք խորքային բաներ են։ Ես ենթադրում եմ, որ նա պատրաստվում է կամ գործարք առաջարկելու Հայաստանի դերևս պատասխանատուներին, Հայաստանի կողմից հրաժարվի Ադրբեջանում ունեցած գույքից, որը հսկայական է, Բաքու, Սումգայիթ, Կանզակ, այդ թվում նաև Աբենայցուց, նաև և Արցախում։